Սա հոգուտ Աստծո գոյության փաստարկների շարքն է։ Նախորդ տեսանյութում տեսանք, որ տիեզերքը ունեցել է սկիզբ եւ հետեւաբար պահանջում է պատճառ։ Բայց այստեղ շատերը հարցնում են. եթե Աստված է ստեղծել տիեզերքը, ապա ով է ստեղծել Աստծուն։ Առաջին հայացքից սա լավ հարց է թվում, բայց իրականում այն հիմնված է մի թյուրիմացության վրա։ Կոսմոլոգիական փաստարկը չի ասում, որ ամեն գոյություն ունեցող բան ունի պատճառ։ Այն ասում է. ամեն բան, որը սկսել է գոյություն ունենալ, ունի պատճառ։ Տիեզերքը սկսել է գոյություն ունենալ։ Այդ պատճառով մենք հարցնում ենք. ի՞նչն է դրա պատճառը։ Բայց Աստծո մասին խոսելիս մենք խոսում ենք մի իրականության մասին, որը չի սկսել գոյություն ունենալ։ Եթե Աստված նույնպես ստեղծված լիներ, ապա նա էլ բացատրության կարիք կունենար, եւ հետեւաբար Աստված չէր լինի։ Հենց այդ պատճառով էլ Գոթֆրիդ Լայբնիցը եւ այլ թեիստ փիլիսոփաներ Աստծուն անվանում էին անհրաժեշտ գոյություն։ Այսինքն, գոյություն, որը գոյություն ունի իր իսկ բնույթով եւ կախված չէ ուրիշ որևէ բանից։ Ի վերջո, եթե ամեն ինչ ստեղծված լիներ, ապա մենք երբեք չենք հասնի գոյության վերջնական բացատրությանը։ Պատկերացրեք մի գնացք, որի ամեն վագոնը շարժվում է, որովհետև շարժվում է իր դիմացի վագոնը, որին այն կապված է։ Բայց այսպես անվերջ վագոնները չեն կարող շարունակվել։ Այսպիսով, երբ խոսում ենք ընդհանրապես գոյության մասին, ապա պետք է լինի մի իրականություն, որը ոչ թե ստացել է իր գոյությունը այլ գոյությունից, այլ հենց ինքն է գոյության աղբյուրը։ Եվ հենց այդ իրականությունն է, որին կոչում ենք Աստված։